Սաուդյան Արաբիայում, Ջիդդայում Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի դիվանագետներն ավելի քան 4 ժամ է քննարկում են ժամանակավոր հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի նախագծերը։ Մոտ 3 ժամ բանակցելուց հետո կողմերը կարճ ընդմիջում են վերցրել, ապա շարունակել հանդիպումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա։ Առաջ ենք շարժվում, ասել է Մայք Ուոլցը։ Սա կողմերի առաջին հանդիպումն է օրեր առաջ Սպիտակ տանը նախագահներ Զելենսկու եւ Թրամփի սկանդալային վեճից հետո։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ուկրաինականը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը հանդիպման ընթացքում սոցցանցում գրել է, որ հանդիպումը սկսվել է շատ կառուցողական մթնոլորտում։ Հանդիպումից ժամեր առաջ ուկրաինական կողմը անօդաչուներով հարձակվել է Մոսկվայի մարզի եւ այլ շրջանների վրա։ Ըստ ռուսական կողմի պատերազմի սկսվելուց ի վեր սա ամենալայնամասշտաբ հարձակումն է, որի հետևանքով սպանվել է 3 մարդ, եւս 18-ը վիրավորվել։ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, ռուսական կողմը եւս անօդաչուներով հարվածել է ուկրաինական տարբեր շրջանների։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումները կարող են լրջորեն վնասել Ուկրաինայի հետ ընթացող երկխոսությանը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով Ջիդայի հանդիպմանը ասել է, թե այս ամենը լուրջ չէ, քանի որ ըստ նրա Զելենսկին չի ձգտում խաղաղության, քանի դեռ ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ չի ստացել։ Պարոն Զելենսկին հրապարակավ հայտարարում է, որ չի ցանկանում հրադադար, քանի դեռ ամերիկացիները նրան երաշխիքներ չեն տվել, որ անհրաժեշտության դեպքում միջուկային հարված կհասցնեն Ռուսաստանին։ Նա մոտավորապես հենց այդպես է հարցը դնում։ Հանդիպումից առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը երեկ ասել էր, որ ցանկանում են լսել ուկրաինական կողմին եւ հասկանալ, թե նրանք ինչ զիջումների են պատրաստ։ Մինչ այդ, սակայն, Ռուբիոն New York Times-ի հետ զրույցում ընդգծել է, պատերազմին վերջ դնելու ցանկացած գործարքի շրջանակում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Կարծում եմ, որ ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան եւ ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր։ Սակայն միայն Ուկրաինան չէ, որ պետք է զիջումների գնա հրադադար կնքելու համար, դա պետք է անեն երկու կողմերը, հավելել է պետքարտուղարը։ Ուկրաինական օգտակար հանածոների համատեղ շահագործման գործարքը եւս սեղանին է, սակայն դա այս հանդիպման օրակարգի ամենագլխավոր հարցը չէ, ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը, ընդգծելով Վաշինգտոնը ցանկանում է ստորագրել ոչ թե փոխըմբռնման հուշագիր, այլ կոնկրետ համաձայնագիր, իսկ դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։ Ջիդայի հանդիպմանը զուգահեռ Կիևում բողոքի ցույց է անցկացվել, մասնակիցները պահանջել են ազատ արձակել բոլոր գերիներին, պնդելով, որ դա պետք է նախապայման լինի խաղաղության ցանկացած պայմանագրի կնքման համար։ Ամերիկա-ուկրաինական բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը հայտարարում է, թե վերջին օրերին Կուրսկի շրջանում իր զորքերը շարունակում են առաջխաղացումը եւ հետ են վերցել մի քանի բնակավայր, գրավել նորերը։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների, դրանով Մոսկվան ցանկանում է Կիևին զրկել բանակցությունների ժամանակ այդ տարածքների հաշվին սակարկումներ անելու հնարավորությունից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հաստատել է, որ նահանջում են ճակատի այս հատվածում։ Այս ֆոնին այսօր Փարիզում սպասվում է եվրոպական երկրների բարձրաստիճան զինվորականների հանդիպումը քննարկելու Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը եւ այն, թե եվրոպական երկրները կոնկրետ ինչով կարող են նպաստել։ Անդրադառնալով խաղաղապահների հարցին Լավրովն ասել է, դա նման է, մեջբերում եմ Կիևի ռեժիմի մնացորդներին ժողովրդի զայրույթից պաշտպանելու փորձի։